Կարգի մասին խոսելը ծիծաղելի է, որովհետև բոլոր քաղաքական կուսակցությունները իրավունք ունեն մասնակցել ընտրությունների եւ ժողովրդավարությունը դա մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար։ Մենք բաց ենք մրցակցելու բոլոր քաղաքական ուժերի հետ եւ բոլորին հրավիրում ենք բաց, ազատ, թափանցիկ մրցակցության։ Այսինքն բարձր բղավելի սիրուն բարձի նու բացականչելու փոխարեն լավ կլինի մասնակցել ընտրություններին։ Ժողովուրդը կվոր այդ տղա ջան չես լսում ինչ եմ ասում, ասեմ թող ես պատասխանեմ։ Հետո դու քո կարծիքը Facebook-ում կգրես, ինչ ես ինձ ուզում։ Եվ այդ իմաստով մենք բաց ենք։ Մեր հանրությունը կորոշի ում է վստահում, ով չի վստահում, չեք ուզում Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը ղեկավարի։ Ընտրեք Պողոս Պողոսյանի ուժին, ով որ ուզում է թող ընտրի հանրապետականին, ով կուզի թող ընտրի Բարգավաճին, ով կուզի կընտրի ՀԱԿ-ին, ով կուզի կընտրի Քուսիրած կուսակցությունը որն ասեն որ դու էլ չնեղանաս։ Ես կուսակցություն չունեմ։ Դե դրա համար վատ է, էլի։ Պարոն Շարմազանов, որ պաշտոնում ենք տեսնում Սերժ Սարգսյանին դուք հետագայում նկատի ունեն ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի նախագահի պաշտոնները բացառել այդ դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականը իր ամբողջ լիազերություններով լինելու Հայաստանի Հանրապետության նախագահը եւ բերեք դանդաղ շտապենք եւ կոռեկտ չի այսօր ես խոսեմ տես բաների մասին մենք ունենք ընտրված նախագահ որին երկրորդ ժամկետին դեռ 2 տարի կա բայց ինքը Սերժ Սարգսյանը արդեն խոսել է այդ մասին եւ եթե ինքը ասում է որ չհաղթելու դեպքում ինքը չի տեսնում հետեւաբար հաղթելու դեպքում տեսնում է այո ինչ ֆորմատ իսկ ինչի՞ չպետք ինչ ֆորմատով որ կտեսնի դանդաղ շտապ է կորեկը գա բարին հետ է այսինքն ստվերային կառավարում ՀԿ նախագահի միջոցով կորեկը գա բարին հետ է մի շտապեք հիմա չենք շտապում արդեն Սերժ Սարգսյանը 2000 դա հարցը տվել են պատասխանել է ու շատ տրամաբանական է եղել նույն Շարլ դը Գոլը երբ որ իր առաջարկած Սահմանական բարեփոխումները չանցան, ինքը հրաժարական տվեց։ Եվ պարոն նախագահի ասածը քաղաքագիտական առումով շատ ճիշտ է, օբյեկտիվ է ու տրամաբանական։ Այսինքն, եթե քո ղեկավարած քաղաքական ուժը պարտություն է կրում ընտրություններում, բնականաբար դու այլևս չես կարող լինել ավելի ճիշտ քո ծրագրերը իրականացնող։ Քո քաղաքական թիմի անհաղթ է, հա, ձեր ՀՀԿ-ն անհաղթ է միայն Աստված եւ հայ ժողովուրդը։ Պարոն Շարմազանov, Սերժ Սարգսյանի մտածելու Հերթով կուսակցություն արդի քաղաքը կանգնել է նախադեպ ասես որտեղ է վստահությունը սիրելիս անունդ ինչպես է Նաիրա ջան ուրեմն կան կուսակցություններ որոնք ոտից գլուխ 7 հոգի են 9.5 ձայն ունեն բայց դենց են խոսում ոնց որ իրանք վաղը հենց ընտրություն լինի 80% մինիմում ձայն կհավաքեն։ Վստահությունը որտեղից է։ Վստահությունը այսօրվա իրավիճակից է։ Վստահությունը վաղվա Վանաձորի եւ Գյումրիի ընտրություններից է։ Կլինեն կտեսնենք։ Դե գիտեք ինչ կա։ Չգիտենք ինչպես են անցկացնում, տարբեր մեքենաներ։ Գիտենք ինչպես են անցկացնում, դրա համար ընտրական օրենսգիրքը բարեփոխել ենք։ Իմացանք։ Հիմա ընտրական օրենսգիրքը բարեփոխել ենք, ընտրական օրենսգրքով հնարավորություն ենք տվել եւ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, եւ վստահված անձերին, եւ կուսակցություններին, եւ ձեր սիրելի լրատվամիջոցներ 24 ժամ նկարահանել ընտրական process-ը։ Ամեն ինչ արվում է մինչև ընտրական